4 օր առաջ փողոցում հանդիպեցի իմ ծանոթին, առաջարկեց նստել իր մեքենան, որ չթրջվեմ։ Անձրևեր ու սկսել էր ուժեղանալ։ Դե նստեցի, զրույցի բռնվեցինք, չնկատեցի, որ մեքենան քշել է ինչ-որ ամայի տեղ։ Քաշքշելով ինձ հանեց մեքենայից։ Մազերիցս էր բռնել։ Խնդրում էի, որ բաց թողնի, գոռում էի, բայց հետո հասկացա, որ օգնության հասնող չի լինելու։ Նա բռնաբարեց ինձ եւ ասաց, որ մեկը ինձ ոչ ոք չի հավատա։ Հետո նստեց իր մեքենան ու փախավ։ Մի վախեցեք եւ մի լռեք։ Մեր փաստաբանը կօգնի ձեզ, որ հաղորդում ներկայացնեք ոստիկանություն սեռական բռնության ենթարկվելու մասին։ Տիկին, ճիշտ եմ հասկանում, որ դուք քաղաքացուն մեղադրում եք ձեզ բռնաբարելու համար։ Հարցաքննության ժամանակ քննիչը, տարբերակ 1. Ինչ հագուստով եք եղել հանդիպման ժամանակ։ Ինչու նստեցիք մեքենան։ Ժամը քանիսն էր, որ նստեցիք մեքենան։ Ինչու չեք բղավել։ Գիտեք, որ սուտ հաղորդման դեպքում պատիժը դուք եք կրելու։ Տարբերակ 2. Կնոջը հրավիրում է առանձին սենյակ եւ խնդրում է ներկայացնել դեպքը։ Տարբերակ 1. Հարցաքննության ժամանակ քննիչը հարցնում է. Ինչ հագուստով եք եղել հանդիպման ժամանակ։ Ինչու նստեցիք մեքենան։ Ժամը քանիսն էր, որ նստեցիք մեքենան։ Ինչու չեք բղավել։ Գիտեք, որ սուտ հաղորդման դեպքում պատիժը դուք եք կրելու։ Գիտեք ինչ է նշանակում բռնաբարություն։ Բռնի կերպով բարիք գործել։ Իզուր ձեզ դիմեցի, այդպես էլ գիտեի, որ գործ չեք անելու հերիք չէ, մի բան էլ ինձ եք մեղադրելու։ Տարբերակ 2. Քննիչը կնոջը հրավիրում է առանձին սենյակ եւ խնդրում է ներկայացնել դեպքը։ Շնորհակալություն դեպքի մասին բարձրաձայնելու համար։ Ձեր բողոքի հիման վրա քրեական գործ կհարուցվի սեռական բռնության հատկանիշներով։